Կոթայքի մարզի Չարենցավան համայնքի բջջի բնակավայրի հանրապետական նշանության ամրոց պատմության և մշակութային շարժ հուշարձան տանող ճանապարհի նորոգում աշխատանքները նախատեսվում է մեկնարկել և ավարտել այս տարի, և սրանով ըստ էության մենք կամբողջացնենք բջջի զբոսաշրջային կլաստերում մեր կապիտալ ներդրումները այս փուլում, պիտի գոհունակությամբ ընդգծեմ, որ բջջի եկեղեցու վնասված պատը արդեն հիմնանորոգված, այսինքն վերականգնված է, տվյալ դեպքում հիմնանորոգում ասելը սխալ կլինի, նաև մենք լուծեցինք մի շատ կարևոր խնդիր, հիշում եք, այս նիստերի դահլիճում ես խոսել եմ դրա մասին, որ բջջի ամրոցը, որը մեր պատմամշակութային հիշարժան հուշարձաններից մեկն է, այնտեղ ինչ իրավիճակ ունեինք, մեր սիրելի մի քանի բջջնեցիներ, ոչ իրենց մեղքով բնականաբար, այդտեղ դիմացը տներ էին կառուցել և նաև ընկույզի ծառեր տնկել, որը ամբողջությամբ պահպանված պարիսպները փակում էր արտաքին տեսադաշտից։ Մենք ինչ որոշման գնացինք, գերակաշահի մասին որոշում կայացրեցինք, իհարկե հեշտ չէր մեր բնակիչների հետ քննարկումները և բանակցությունները, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնեմ, որ ինչքան էլ դժվար էր, այնուամենայնիվ այդ ինչ-որ մի ըմբռնման եկանք, չգիտեմ էլ արդյունքում նրանք ինչքանով գոհ մնացին մեզնից, ինչքանով դժգոհ մնացին, բայց խնդիրն այն է, որ հուշարձանը պետք էր բացել, որովհետև դա ըստ էության պետական ժողովրդական կապիտալ է, ժողովրդական հարստություն է և չէր կարելի դա ուղղակի ամենայն հարգանքով ընկույզի ծառերի հետևում թաքցնել։ Հաջորդը, մենք հիմա տեղադրել ենք լուսավորության համակարգ, որով լուսավորում ենք բջջի ամրոցի պարիսպները և երեկոյան ժամերին այդ պարիսպները տեսանելի են բավականին հեռվից։ Հաջորդը ինչ է, այսինքն դրանից առաջ մենք արել էինք և այս խոսակցությունը այդ առիթով սկսվեց։ Մենք Հրազդան բջջի ավտոճանապարհն էինք հիմնանորոգել, որը էլի Հայաստանի բացահայտման մի շատ կարևոր գործիք է, ես օրինակ նախկինում երբեք մինչև այդ ճանապարհի հիմնանորոգումը այդ ճանապարհով չէի անցել, բայց երբ անցա, համոզվեցի, որ զբոսաշրջային հսկայական պոտենցիալով մի նոր տարածք ենք բացել և բացահայտել։ Դրանից հետո այդ ճանապարհով գնալից էր, երբ ես այցելեցի բջջի եկեղեցի և տեսա, որ եկեղեցու պատը ըստ էության փլուզման շեմին է, որովհետև հենակներ էին դրված, որպեսզի պատը շուրջ չգա, հիշում եք կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեցին, կառավարությունը գումարը հատկացրեց և բջջի եկեղեցու պատը հիմնանորոգվեց։ Հաջորդ գործողությունը հետևյալն էր, որ դեպի բջջի ամրոց տանող ճանապարհը շատ վատ վիճակում էր, որովհետև և նույնիսկ զբոսաշրջային հոսքերի ապահովման համար խնդրահարույց և ահա այս որոշմամբ մենք ապահովում ենք նաև բջջի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը, այսքան մանրամասն պատմեցի, ինչի համար նաև մեր ներքին և ներգնա զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու այս զբոսաշրջային շատ կարևոր ուղղության վրա, որովհետև իսկապես այնտեղ տեսնելու, զգալու, ապրելու բան կա բջջիում, որը մեր պատմության շատ կարևոր կետերից է և իհարկե բջջի մասին էլ և բջջի ամրոցի մասին էլ և իրադարձությունների մասին էլ շատ բան կարելի է կարդալ և սա հույս ունեմ, որ այնտեղ, որը իհարկե զբոսաշրջային հոսքերը հույս ունեմ և համոզված եմ նաև բջջիում տնտեսական նոր ակտիվություն կբերի։